հայտնի փաստ է, որ Արցախում Ադրբեջանը իրագործել է ցեղասպանական գործողություններ, նաև միջազգային հայտնի մասնագետներ են այդ գնահատականը տվել, մարդկության դեմ ուղղված հանցագործություն եւ դրա հետևանքով Արցախի բնակչությունը բռնի տեղահանվել է։ Հիմա դուք այս հարցերը բարձրաձայնելու փոխարեն խոսում եք այն մասին, որ Արցախի ժողովրդի վերադառնալու իրավունքի հարցը պետք է փակել, այդ հարցը հավասարեցնում եք Ադրբեջանի իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված կեղծ թեզի հետ, այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի թեզի հետ։ Մասնագետները պնդում են, որ դրա փոխարեն Հայաստանի իշխանությունը պետք է դիմի միջազգային քրեական դատարան։ Օրինակ վերջերս Արման Թաթոյանն էր առաջարկում այդ առաջարկով հանդես գալիս եւ ասում ինչու այդ հարցադրում են նաեւ ընդդիմադիր падգամավորները մեր ինչու Հայաստանի իշխանությունը չի գնում այդ ճանապարհով եւ ինչու են արվում քայլեր, որոնք ձեռնտու են ոչ թե հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին, այլ ձեռնտու են մեր թշնամիներին։ Եվ այն, որ դուք չեք անում այդ քայլերը, արդյոք դա չի նշանակում, որ փորձ է արվում կոծկել Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, հա, Արցախում տեղի ունեցած, նաև ընդհանրապես Հայաստանի տարածքում են տեղի ունեցել։ Շնորհակալություն։ Գիտեք, առաջին հարցի հետ կապված, ընդհանրապես ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր ընթացիկ քաղաքականությունների հիմքում մեր պատմության վերլուծությունն է։ Մեր նորագույն պատմության, նոր պատմության եւ ընդհանրապես պատմության վերլուծությունը եւ այն ինչ դուք ասում եք, որ խոսում են մասնագետները, այդ ճանապարհը մի ճանապարհ է, որը մեզ դնելու է մի վիճակում, որ մենք Խրիմյան հայրիկի նման թղթե շերեփ հառած ընկնենք դռնեդուռ եւ մեծ տերությունների եւ մեծ ու փոքր տերությունների առաջ ինչպես Խրիմյան հայրիկն էր ասում, բան անենք, լացուկոցով զբաղվենք եւ որը այսօր ես կառավարության նիստում էլ ասացի, որը կբերի ինչի եւ բերել է ինչի եւ մենք նոր ենք ընդամենը 2 տարի էլ դեռ չկա, որ ազատվել ենք դրանից, ընդամենը 2 տարի կբերի ինչի, որ բոլորը մեզ կօգտագործեն սեփական նպատակների համար եւ միակ սուբյեկտը, որ մեզ չի օգտագործի սեփական նպատակների համար, այդ կլինենք մենք։ Այսինքն, այն ճանապարհը, որ դուք ասում եք, դա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի մանրադրամացման ճանապարհն է միջազգային քաղաքականության եւ դիվանագիտական խաղերի մեջ։